Պարոն Մարկարով, այն, որ կա հակասական պատկեր, մեր Հայաստանի իշխանությունները ներկայացնում են, որ սիրիահայերի շրջանում խուճապ չկա, այնինչ սիրիահայերը խոսում են խուճապահար լինելու մասին, սրա մասին արդյոք ճիշտ է իշխանությունների վարած քաղաքականությունը եւ արդյոք ով պետք է ապահովեր Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգությունը։ Բնականաբար, որ եթե խոսում է Սիրիայի բնակիչների մասին, այն մարդկանց մասին, բնակվում են այնտեղ եւ հանդես են գալիս տվյալ երկրի քաղաքացիներ, երկրի հիմնական գործառույթներից մեկը, ներքին գործառույթներից մեկը պետության հանդես է գալիս սեփական քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ Փաստորեն այստեղ խոսում է դրա մասին, որ սիրիական կառավարության նախագծներից մեկն է այսօր հանդես է գալիս հենց սեփական քաղաքացիների անվտանգության ապահովումը, այդ թվում նաեւ հայկական համայնքի, որը գտնվում կամ որը ապաստան է գտնվում այս երկրում, ինչպես նշված է եղել, համարվում է, որ 7-րդ իր չափով այն համայնքն է, որը գտնվում է Սիրիայում տարապես 150,000 մարդերի չեսխալվում համայնք այդպեսին։ Եվ երկրորդ մասը հարցի, երկրորդ խոսքը այն օժանդակության մասին, որ Հայաստանը կարող է տրամադրի, այն մարդկանց, որոնք կամ ժամանակավորապես կամ մշտական որոշության մեկնում Հայաստան, բնական է, որ որոշ չափով այստեղ օգնությունը իրականացում է եւ այն իրականացումը Սփյուռքի նախարարության աշխատանքների միջոցով եւ բնականաբար այստեղ խոսքը կարող է գնա կամ կարող է պետք է գնա այս մարդկանց աստիճանաբար ինտեգրացման մասին Հայաստանի հասարակության մեջ։ Իսկ արդյոք ինտեգրմանը նպաստում է, որ նրանց այստեղ գտնվելու պատճառով շուկայում տների գներն են բարձրացած, սրա մասին ինչ կասեք, ինչ որ զսպման մեխանիզմներ, կառավարությունը։ Ինչպես դուք հիշում եք, անշարժ գույքի գնահատման գործընթացը պայմանավորված է շուկայի առկայությամբ, շուկայական համապատասխան գործելու կանոններով եւ տվյալ դոկումենտացիոնը դերակատարությունն եթե նույն բավականին քիչ է, մյուս կողմից կարող է խոսքը գնալ այն բնականաբարների մասին, որոնք կարող են հատկացվում պետության կողմից եւ դա արվելու է թե չէ, բայց բոլոր դեպքերում երբ մենք խոսում ենք շուկայում գոյություն ունեցող գների կամ գնահատման մասին, բնական է, որ դա այն գործընթաց է, որը իրականացվում է պետության միջամտությամբ։ Շնորհակալություն։